Բարև ձեզ։ Խոսքի հանրայնացում թեմայի շրջանակում մենք այսօր կզրուցենք արվեստ եւ խոսք հարցի շուրջ։ Ինչ խոսք է հանրայնացնում այսօր արվեստը եւ ում խոսքն է հանրայնացնում։ Տաղավարում մեզ հետ են արվեստաբան Վարդան Ազատյանը եւ ճարտարապետ Միսակ Խոստիկյանը։ Բարև ձեզ։ Ձեր կարծիքով ինչ խոսք է հանրայնացնում այսօր մերօրյա արվեստը եւ իր բովանդակությամբ որքանով է այդ խոսքը հանրային։ Նախ կարծում եմ հարցը շատ լայն է եւ օգտագործված տերմինները շատ ընդհանրացակ են։ Բայց ընդհանուր առմամբ կարծում եմ ավելի մի շեշտի հարց կա, եթե շեշտ դնեմ, այն որ ձևակերպված հարցը թե արվեստը ում խոսքն է հանրայնացնում, ենթադրում է, որ արվեստը իր խոսքը չունի։ Դա տարածված մոտեցում է արվեստի հանդեպ, հատկապես այն կողմի տեսակետից, որը կոչեցիք հանրային կամ հանրություն։ Հակառակը այն մարդիկ, ովքեր իրենց համարում են արվեստի մարդ կամ այս կամ այն կերպ կապված են, սովորաբար կարծում են կամ գոնե ուզում են այնպես անեն, որ արվեստը իր խոսքը ունենա եւ պաշտպանեն արվեստի խոսքը։ Իմ համոզմամբ արվեստը ունի իրեն հատուկ, ուրեմն հատկանիշներ, իրեն հատուկ լեզու եւ այն, ինչ արվեստը ասում է, այն, ինչը գտնվում է արվեստից դուրս եւ որը արվեստը դարձնում է իր խնդրու առարկան, արվեստի մեջ հայտնվելիս անհրաժեշտաբար փոխվում է։ Երբեք նույնը չի մնում։ Դա արվեստի բոլոր ճյուղերում է այդպես։ Ուրեմն, եթե խոսքը քաղաքականության մասին է արվեստում, արվեստ մտած քաղաքականությունը անհրաժեշտաբար դառնում է այս կամ այն չափով արվեստային։ Անձամբ ինձ համար կարեւոր է պարզել, խոսակցություն ծավալել այն մասին, թե այդ ինչն է արվեստում, որը փոխում է այն, ինչ արվեստից դուրս է, երբ այդ դուրս գտնվողը մտնում է արվեստ։ Շատ լավ, մենք դեռ կքննարկենք որն է արվեստի խոսքը այս դեպքում եւ ինչպես է այն հաղորդակցվում։ Պարոն Խոստիկյան, ձեր կարծիքով որքանով է իր բովանդակությամբ հանրային այսօր հանրայնացվող արվեստի խոսքը։ Գիտեք, ինչ ասցիք, որ այս հաղորդումը լուրջ հաղորդում է, ես ուզում եմ դրա վրա մի քիչ մտածել, թե դա ինչ է նշանակում, որտեվ կա տրադիցիա, որ արվեստի մասին չի կարելի խոսել, եթե խոսքը ինչ-որ ձևով առարկային չի, նման չի, բնույթը չունի։ Այսինքն ամենաբարձր հավակնությունը կլներ, որ հիմա խոսքից մեջ խոսքը այնպես հնչեր, որ ենթադրվեր, որ դրա մեջ արվեստ կա, որի շատ դժվար է անել համապատրիստի իմպրովիզացիայի մեջ, իսկ հակառակ դեպքում այդ լրջությունը կարող է դառնալ ինչ-որ sense տախտուկ մի բան, տախտուկ են իմաստով ոչ թե որ բանը լսելու իմաստով ձանձրալի է, այլ որ արվեստը իրան չհավանի հանգարց։ Հասկանում ես, արվեստի համար։ Իսկ հանրայնության մասին այդ որ հարցրեցիք, ինձ համար իրոք հարց առաջացավ, կա ոչ հանրային արվեստ, այսինքն պարզ է արվեստի դասակարգման մեջ կա այն գործերը, որոնք հանրային տարածքում այսպես կոչված ճակերտներով ասեմ, հրապարակներում, փողոցներում եւ մի խոսքով հանրության առաջ են մոնումենտալ արվեստա կոչվում որոշ դեպքերում, դա դրա մասին չի խոսքը, այսինքն կա արվեստ, որը չի բերվում դուրս, այսինքն եթե դա դուրս չի բերում, դրան ոնց ենք արվեստ ասում, որտեվ արվեստի մեջ տրադիցիոն համենայնիվ ավանդական ընկալման մեջ կա այդ ցույցի ընկալելի լինելու, հանրայնանալու տենդենսը։ Վերջիվերջո ինձ համար շատ օրինակագոց է այդ рэպերները, որ երգում են, չէ՞, դա իրենց համար միակ ձևն է մտնել լեգալ դաշտ, այսինքն բան իմաստով եմ ասում, բուն իմաստով рэպերները, այսինքն այն սևամորտները, որոնցից ծագել է այդ արվեստը, որոնք այլապես ինչ-որ կրիմինալ սվերի զոնայում են գտնվում, մտի մեջ են, ու դա իրանք երգի մեջ խոսում են հենց այն բաների մասին, ինչ-որ կատարվում է աղբերը սպանեց կրոջը, ասենց հազար մի բաներ, ու այդ երգելու շնորհիվ իրավունք են ունենում լույս աշխարհ դուրս գալու, ու դրա համար իրանք ծիծաղում են շատ հաճախ այդ իմիտացիա անողների վրա, էլի։ Դրա համար այդ արվեստը ինքը ոնց որ թե հենց այդ
մուտից դուրս գալու ակտը ենթադրող բան, այսինքն հանրայնանալու բան, այդ եպկոմ այդ Վարդանի ասած իր բերածը, դե համար ասում են արվեստի լավը բարձր արվեստն է, այսպես ասած ձգտումը։ Հիմա չգիտեմ դա այսօր այնքան են ասել բարձրացած, վտանգավոր տերմիններ են դառել։ Իսկ ասենք մտքի որը խորն է, չէ՞, այտենց հակադրում են, այսինքն միտքը պետք է մտնի, ինչ որ ներքև խորանա, իսկ արվեստը բարձրանա։ Այդ իմաստով, եթե վուլգար հասկանանք, այդ սևերի դուրս գալը, այսինքն ութից դուրս գալը ակտը բերում է իր խոսքը, իր ասելիքը, այսինքն չես կարող իրանից ուրիշ բան ուզես, ինքը դուրս է գալ եւ հարցն է թե ինչքան է բարձրանում։ Օրինակ գիտենք որ Արմստրոնգը լինելով մի կնոջ որդի, որը մարմնավաճառ էր, ինչ էր, ինքը վերջում հասնում այն աստիճանի, որ արդեն ռասայական քաղաքականության մեջ իր խոսքը նշանակություն է սկսում ունենալ։ Այսինքն ինքը այդ հարցերով արդեն դնում էր ոչ թե նվագելով էր հանդես գալի, այլ տեքստ էր ասում։ Այսինքն դա այդ բարձրացման ընթացք է, իսկ նվագել սովորել էր, ինչպես հիշում եք, բանում, գաղութում, բերդում, ինչ բանտում։ Եթե այս տեսանկյունից դիտարկել ունենք այսօր մերօրյա հայաստանյան արվեստը ինչ խոսք է հնչեցնում։ Այդ մենք Հայաստանում երբ որ ասում ենք, եթե դիմացը դնենք այն արվեստը, որը երևում է, ասենք, հանրային մեդիաներով, դա գլխավորապես այն քաղաքական կուրսի հետ առնչվող արվեստ է, որը արկա է վերջի արդեն քանի տարին։ Եվ ուրեմն բավական ակնհայտ է, որ արվեստը հանրային մեդիայի մեծամասնությամբ շրջանառվող արվեստը, դա լինի երաժշտություն, դա լինի կերպարվեստ, դա լինի հանրային բուն արվեստ, մեր քաղաքական իշխանությունների մշակութային քաղաքականության մի թևն է։ Բայց արդյոք արվեստ ասելով պետք է հասկանանք միայն այն, ինչ մենք տեսնում ենք ուրեմն հանրային մեդիայի մեծամասնության կամ ըստ էության ամբողջ հանրային մեդիայի մեջ։ Իհարկե ոչ, ուրեմն եւ կան արվեստի ոլորտներ, առավել փոքր, պակաս երևացող, լուսանցքայնացված, որոնք ուրեմն այդ գործը անելիս, արվեստ անելիս դնում են նախ արվեստով քննադատական դիրքորոշում բռնելու հարց։ Այսինքն արվեստը հասարակական որոշակի քննադատության հետ առնչելու խնդիր են դնում։ Դա այն ոլորտն է, որը ժամանակակից արվեստի ուրեմն ոլորտն է, որը Հայաստանում իմ գնահատմամբ ունի արդեն մոտ 40-ից ավել տարվա պատմություն։ Եվ երկրորդ կետը նշեմ, ժամանակակից արվեստ ասվածի առումով, որ բացի քննադատական դիրքորոշում դնելուց հասարակական իրողությունների հանդեպ, ինքը միաժամանակ քննադատաբար է վերաբերում բուն արվեստին։ Այսինքն արվեստը հայտնված է մի կարգավիճակում, որտեղ ինքը միաժամանակ եւ հասարակական քննադատություն է եւ քննադատություն ուղղված ինքն իրեն։ Ինքնակննադատությունը հանրայինի չափանիշն է։ Եթե մենք համարում ենք, որ հանրայինը որպես արժեք, որպես հասարակական ոլորտ Եվրոպայում 17-րդ դարից հանրային ոլորտի ուրեմն ասպարեզի չնելը մենք Անգլիայից հաշվենք, ուրեմն ինչով էր չափվում ասելիքի կամ գործունեության հանրայնությունը, դրա քննադատականության աստիճանով։ Ուրեմն եթե կան ակումբներ, առաջին հանրային ոլորտները, ասենք հիշենք, եթե ակումբներ են, որտեղ մարդիկ քննարկում են հարց, որտեղ ունեն իրարամերժ մոտեցում, բայց դրանով իրար չեն հարվածում, բռնություն գործադրում, այլ ուրեմն պաշտպանելով տարբեր դիրքեր շարունակում են խոսել, ուրեմն սա քննադատական դիսկուրսի, քննադատական ուրեմն հաղորդակցության մի եղանակ է, որի առկայությամբ է, որ հնարավոր է հանրայինը։ Ուրեմն քննադատականությունը հանրայինի հիմքում է եւ ինքնակննադատությունը քննադատության, այսպես ասենք, բարձրագույն աստիճանն է։ Այսօր մեդիայում հանրայնացվող արվեստը այդպիսի որակներ հաղորդում է։
Կարծում եմ ոչ, իմ տպավորությամբ, իմ համոզմամբ ոչ։ Չնայած մենք գտնվում ենք, կարծում եմ, որոշակի քաղաքական իրադրության մեջ, որտեղ որոշակի մեդիայում քաղաքական, հասարակական քննադատության որոշակի չափաբաժին ուրեմն կա, առկա է։ Բայց դա առավել լայն մենաշնորային իրադրության կոնտեքստում, այսինքն գլխավորապես մի տիպի ուրեմն մեդիալ հոսք է մեդիայում եւ որտեղ անհրաժեշտ է նաեւ մի չափաբաժին քննադատության։ Իսկ կարելի է դրանից ենթադրել, որ արվեստի խոսքը որպես ուժի կրող, ինչպես ցանկացած խոսք, թույլ է ավելի։ Հարցը ինձ է։ Երկուսիդ է։ Ես մի հատ ուզում react տամ Վարդանի ասածին, այդ ինքնակննադատություն բառը ինձ համար այս վերջերս առիթ եղավ էլի այդպես գալու, որ չեմ սիրում այդ բառը։ Իմ կարծիքով որ ասում ենք արվեստն է ընդհանուր մի հատ բառ ենք ասում, քիչ մնա մեծատարել վրան դնենք, ասենք կամ չդնենք, դրա մասին սկսենք խոսալ։ Իմ կարծիքով ինքնակննադատությունը ֆիկցիա է, ընդհանրապես բոլորը, եւ քաղաքական դիսկուրսում, եւ ցանկացած դիսկուրսում ինքնակննադատություն չի լինում։ Լինում է քննադատություն ուրիշին, ընդ որում դա լինում է բոզիտ արարող եւ անիմաստ, այսինքն կանցերոգեն քննադատություն, դա էլ է լինում։ Հիմա ասեմ ոնց, եթե արվեստը քննադատում է, ասենք կոնկրետ արվեստի գործ ասենք կամ հեղինակ ասենք, չէ՞ մի բան ան։ Ինքը քննադատում է, ասենք ինչ որ մի միջավայր, որի մեջ այդ գործը ստեղծվում է, քննադատությունը հենց այնքանով, ինչքանով որ այդ գործը կա։ Ասենք աշխուղական այդ մրցումները Եթե դուք ինչ-որ երգ եք գրել, ես ձեր ներկայությամբ բան եմ անում, դա քննադատությունն է ձեր գրած երգին, ոչ մի խոսք չի կարող չլինի ձեր երգի մասին մեջ, բայց ես գտնում եմ, որ այս դիշիմվի ոնց որ Սավսի Դավիթի մեջ խոսքը կա, չէ՞, եկեղեցին կանում է, կառուցում ասում, այս դիշիմվի։ Դա քննադատությունն է նախորդ կարծիքներին, թե ոնց կարող է լինի, բայց ինքը տալիս է պրոդուկտ, այսինքն երգով երգն եմ քննադատում Կամ մի ուրիշ տեսակ, որ ուրիշ ժանրից է քննադատում, որտեղ տենց կապված են այդ բաները, ու շատ հաճախ մարդիկ կարծում են, որ մի բան են հասկանում, մյուսն էլ են հասկանում։ Այդ տենց իլյուզիա շատ է լինում, բայց կարող է մի ճյուղից մյուսն էլ քննադատություն գնա։ Ասենք ես ֆիլմ եմ նկարում, ֆիլմը նկարվում, ինչ որ հեղինակը ինչ որ գրողի հետ է բանավիճում, կոպիտ ասած քննադատում Կամ մեկը տեսական հոդված է գրում, քննադատում է, ասենք չէ երաժշտի։ Բայց դրանք ինքանով են հետաքրքիր այդ քննադատությունը, երբ որ իրանք ասպարեզում ինչ որ բան են բացում։ Այսինքն արվեստ են դառնում։ Դա լինի տեսական տեքստ, ասենք գործիքային կամ ինչ որ ինքնակննադատությունը չի կարող արվեստի մակարդակի հասնել։ Դա տեսեք ինչ է, իմ կարծիքով չլնող բան է։ Եթե ես մի բան անում եմ, տեսնում եմ, որ լավ չի, այդ փաստը, որ ինձ ցույց է տալի, որ դա լավ չի, այսինքն դա կամ լավ չի, կամ ուզում եմ փոխեմ մի խոսքով, կարող է լավ է, ուզում եմ փոխեմ։ Այդ փաստն է ինձ քննադատում, ոչ թե ես եմ ինձ քննադատում։ Եթե դա դեռ չի հանրայնացվել, դրա բառը օգտագործենք, հա, չի ցուցադրվել, ես փոխում եմ, դա ստեղծական process է կոչվում։ Սարքեցի, քանդեցի, ասենք, իսկ եթե ես դրել եմ այնտեղ, հետո երկրորդ անգամ դրա վրա փոխում եմ, ռեակցիա է եղել կամ ոնց ասեմ, ես էլի կարող եմ մտցնել իմ ստեղծագործական ընդհանուր ընթացքում։ Ինքնակննադատություն բառը իլյուզիայի այնպես լավ բան ունի իր մեջ, էլի։ Մարդիկ կարծում են, թե իրանք կարան ուրիշ ձևի մտածեն։ Ուրիշ ձևի մտածում ես, երբ որ քիթը դեմ է առնում։ Այսինքն կամ դու ես փոխվել, ան արդեն որ դու չես ստորագրում նրա տակ, կամ քեզ լավ հասկացրել են։ Իսկ սովորաբար մարդ չի ընդունում, որ իրան լավ հասկացրել են։ Անպայման չի մարդիկ։ Կյանքը Եթե վերադառնանք կյանքին, այսինքն արվեստի եւ կյանքի փոխհարաբերությունների մասին, այսօր մեդիան որպես հանրայնացման նոր եւ ավելի լայն թափով հզորացող գործիք եւ իր խոսքը ունեցող գործիք, որ ներառում է իր մեջ խոսքի տարբեր մակարդակներ։ Այսօր մեդիայի միջոցով հանրայնանում է եւ գրավոր խոսքը, եւ բանավոր խոսքը, եւ կենցաղային խոսքը, եւ հրապարակային ու քաղաքական խոսքը, որքանով է այսօր արվեստը հանրայնանում մեդիայի միջոցով։ Նրանք այսպես երկխոսության լեզու գտնում են իրար հետ։ Նախ այդ ինքնակննադատության հետ կապված մի դիտարկում անեմ, ես համաձայն եմ Իսակի հետ, որ տերմինը ինքը ունի իր մեջ տարբեր մոլորություններ եւ պատրանքներ ներառելու ուրեմն այս հանգամանքը,
ասածս վերաբերում էր իրականում հենց նրան, ինչ Միսակը ձևակերպեց, դա եմ ես անվանում ինքնակնդատություն։ Այսինքն, երբ որ արվեստագետը խոսում է արվեստագետի հետ, արվեստագետը քննադատում է արվեստագետին կամ արվեստի գործը քննադատում է արվեստի գործը, բայց նաև երբ որ արվեստագետը արվեստի գործ անելով հարցականի տակ է դնում արվեստի մասին պատկերացումները։ Այսինքն ոչ թե միայն այս ժանրի գործը, այն գործը, այլ թե ինչ ենք ասում արվեստ հասկանալով։ Եվ կարծում եմ, որ ժամանակակից արվեստը սկսվել է այն պահից, երբ որ այս հարցը դրվել է պատմականորեն արվեստի մեջ։ Այսինքն, երբ որ արվեստագետը աշխատում է ոչ միայն նյութով, այլև իր նյութը արվեստի պատկերացումներն են։ Գալով մեդիայի հարցին։ Միսակը սկզբում կարծեմ ճիշտ ասաց, որ կա արդյոք ոչ հանրային արվեստ։ Հնարավոր է լինել արվեստ, որը հանրային չի։ Այս հարցը կարևոր հարց է։ Եվ երբ խոսում ենք արվեստի հանրայնացումից, մենք մոռանում ենք, որ արվեստը ինքը ըստ էության հանրային է։ Այլ բան թե ինչպես է դա երևում, բայց չի կարող արվեստը, որպես եթե ձեր տերմինով ասենք խոսքի ձև, հանրային չլինի։ Խոսքը ինքը միշտ ուղղված է ուրիշին։ Այսինքն դա այն նվազագույն միավորն է, որը հարկավոր է հանրության համար։ Նվազագույն եւ անհրաժեշտ ուրիշը։ Ուրեմն արվեստը միշտ հանրային է։ Այլ բան, թե կոնկրետ, ասենք, լրատվամիջոցների կողմից, լայն ասած ավելի տերմինով ասած մեդիայի կողմից, որն է խրախուսվում, որին է տեղ ավելի տրվում, որին չի տրվում, հա, բայց իմ դիրքորոշումը այս հարցում այն է, որ մեդիայի տրամադրած արվեստը չպետք է նույնացնել արվեստի հետ առհասարակ։ Եթե դա մեդիայի արվեստ չի։ Հա, եթե դա այո, մեդիայի արվեստ։ Ես ասում եմ, այդ հավակնությունը եթե ունենայինք, մեզ ավելի կհարգեինք, ասենք որ հիմա անենք մեդիա արտ, ասենք հեռուստատեսության առաջ, հենց հիմա մի բան կատարվեր, որ հիմա տենց որակ ուներ, որ հիմա չգիտեմ Վարդան դա ոնց պետք է բնորոշի, թե դա ինչ որակ պետք է լինի, բայց որը գոնե այնքան հետաքրքիր լիներ, որ ենթադրվում է, որ արվեստը պետք է այդքան հետաքրքիր լինի։ Այո, այսինքն կան արվեստագետներ, արվեստի ձևեր, որոնք աշխատում են բուն մեդիայի հետ։ Եվ հիմա եւ որի հիմնական առանձնահատկությունը նրանում է, Միսակը բնորոշեց բարձրացման առումով, ես ասենք մի ուրիշ տերմին կարող եմ բառ օգտագործել, ասենք անցնելու այն տրված նորմերն ու չափանիշները, որը ասենք հեռուստատեսությունը անհրաժեշտաբար ունի եւ տալիս է։ Ժամանակ, նստելաձև, տեղ, տոնայնության չափ եւ այլն։ Երբ որ մարդը, խոսողը ուրեմն անցնում է գիտակցաբար այս նորմերը, խաղում է դրանցով, հա, անում է ավելին կամ պակաս, քան այն նորմերն են, որը թույլ են տալիս իրան, դրանով անում է այդ բարձրացման արարքը եւ այս պահին արդեն մենք կարող ենք որ ես ասենք դիտողը կարող է այս հաղորդում չէ, արվեստ են անում։ Բայց ի վերջո դա նորմերի որոշակի սասանում, ցնցում, շարժում, ուրեմն անցնում է ենթադրում։ Եվ այդ ժամանակ սա է հետաքրքիր, այն ամենասկզբում ինչ որ ես ասացի, այս գործողությունն է, որ իմաստները փոխում է։ Այսինքն եթե ես անում եմ այդ գործողությունը, կոդերի հետ խաղում եմ, ոչ թե միայն ենթարկվում եմ կոդերին, իմ արարքի մեջ այդ կոդի իմաստը փոխվում է։ Սա այն փոքրիկ մակարդակով, միկրոմակարդակով այն է, ինչ որ ասացի, որ երբ որ արվեստից դուրս եղած թեման մտնում է արվեստ, նա ինքը անհրաժեշտաբար փոխվում է։ Ասենք վիդեոարվեստը, ուրեմն շարժվող պատկերի կամ ռեալ ժամանակի հետ աշխատելու բուն արվեստը, որը ծնվեց այս խնդրից։ Այսինքն եթե հեռուստատեսության մեջ ֆիլմերում ավանդական անվանենք ֆիլմերում, ուրեմն պատկերի շարժումը միայն ազդելու համար է, ոչ թե պատկերի շարժումը որպես շարժում ցույց տալու համար է, հա, կամ ժամանակը ընթանալու համար է, ոչ թե դու գիտակցես, որ դու ժամանակի նոր տիրույթ ես մտել, հա, ապա արվեստագետները հենց այն ինչ թաքնված է այս մեդիա լեզվի տակ բարձրացրեցին վերև։ Դրա համար առաջին օրինակ վիդեոարվեստի գործերում շատ ենք տեսնում, թե արվեստագետները ոնց են խաղում ուրեմն
տեսախցիկի հետ։ Թաքնվում են տեսախցիկից, հայտնվում են դիմացը, հա, ուրեմն տեսանելի են դարձնում այն, ինչը տեսնում է։ Խոսքի հանրայնացում թեմայի շրջանակում շարունակում ենք զրուցել արվեստ եւ խոսք հարցի մասին։ Տաղավարում մեզ հետ են արվեստաբան Վարդան Ազատյանը եւ ճարտարապետ Միսակ Խոստիկյանը։ Սովորաբար արվեստի խոսքը մեզանում ավելի շատ փորձում է շեշտել մեր մշակութային բացառիկությունը։ Մենք արվեստ, հայ արվեստ ասելով ավելի շատ հասկանում ենք մի բան, որ շեշտադրում է մեր մշակութային ինքնությունը եւ ինչպես ենք մենք տարբերվում մյուսներից, որպես էթնիկ միավոր։ Ձեր կարծիքով այսօր ինչ է ավելի շատ շեշտում հայ արվեստ կոչվածը։ Եվ որքանով է էական այս պարագայում շարունակել շեշտել մեր մշակութային բացառիկությունը արվեստի լեզվով։ Գիտեք, արվեստը որ ռեպերների օրինակը բերեց, ես մի քիչ շարունակեմ, այդտեղից բարձ կդառնա։ Եթե մարդը ինքը խավարից դուրս է գալի լույս եւ դրանով, ասում եմ, այդ ընթացքը արվեստը, որը բարձր կետում հասնում է ռասայական, ասենք, խոսքի հնարավորության, այդտեղից խոսել ընդհանրականության որպես ազգային արվեստի դա հարցի տակ կարելի է դնել այդ մոտեցումը, հատկապես այսօր կա տենց բան աշխարհում որպես ազգային արվեստ եւ եթե կա դա ինչ է նշանակում։ Օրինակ 18-րդ 19-րդ դարում երբ որ ձևավորում են թանգարանները եւ այլն, այնտեղ ազգ հասկացողություններ ձևավորում եւ նա ուզում էր հավաքել իր բարիքը, հա, թանգարան, որոնք թանկ բաներ այնտեղ վերում, որով ինքը իդենտիֆիկացվում է որպես սա իմ արժեքներն են, թանկությունն է։ Այդ էպոխան շատ տարօրինակ անցումներ ունեցավ 20-րդ դարում, ինչեւ հիմա գնում է այդ ազգայինը։ Փաստորեն դուրս է գալիս այն ինչ որ ազգի անունից ելույթ ունեցող ատյանը համարում է Իրանը, դա է։ Այսինքն ինչ որ պրիվատիզացում, օրինակ Փայլուն գործիչների օրինակ կարծեմ Մալևիչի համար վիճում են մի 4 ազգ, Տետումն է, ում ազգայինն է։ Այդ իմաստով դա իմաստ ունի, բայց ուրիշ իմաստով ես գիտեմ որ ճապոնացիք ժամանակին այնանք էլ այդպես խնդրեմ ունեին 12 կետ էին նշել թե որով մի բան համարել ճապոնականություն, հա, արվեստի մեջ եւ այլն։ Այդպես ինչ որ բաներ կան, բայց այսօրվա գլոբալ աշխարհում ես թվում է այդ ուղղությամբ մտածելը ու մտածողության մի ձևն է։ Իսկ այն ձևը որ ինձ ավելի հիմա հետաքրքրում է դա այդ ինչ որ ասի ուզում եմ մի քիչ շարունակեմ բանի հետ կապված այդ բարձրացման, հա, որ ասի։ Բարձրացելով հիմա տեսեք ինչ ստացվեց։ Բառի ծագումը գալիս է սոցիալական հիերարխիաների հետ կապված, բայց իրականում եթե դու մտահոգ ես ավելի լայն խնդրով, այսինքն շատերին վերաբերող խնդրով, այդ դեպքում համարվում է երևի որ դա բարձր անագրասայականության հարցները դա ինչ որ ահագին մարդկանց մասին է խոսքը, խմբի առանձնացման եւ այլն։ Հիմա եթե ինչպես Վարդան ասեց ժամանակակից արվեստը ինքնահարցադրմամբ է զբաղվում, եթե էլի արվեստ բառը էլի մեծատառով ենք ստիպված լինելու ասել, այդ դեպքում եւ դրանով է ինքը ժամանակակից, դա նշանակում է որ այնքան էներգիաներ են կուտակվել, այսինքն հավելյալ արժեք որ այդ արվեստի հետաքրությունը կայծեն համը պիտի դուրս գա, չէ՞, թույլ էներգիայից չի ստացվում, ինչ որ հավելյալ կյանքի սովորական մակարդակից բարձր բան պիտի լինի, որ տպավորիչ բան լինի։ Այնքան է կուտակվել, որ ժամանակակից արվեստը վերջի բիենալեն, ասենք, խոսում են քաղաքական հարթության մեջ լրիվ, եւ մեր արվեստագետներն են փորձում։ Հիմա ինձ հետաքրքրողը այդ տեղի ֆիկտիվ կամ իսկական լինելն է։ Այսինքն մենք ունենք իրոք այդպես էներգիա, այն Սասի Դավիթը որ փուճուրեր թորի տակով չեր անցնում, չէ՞, երեխան այդքան էներգիա ուներ։ Հիմա տեսեք, այնտեղ ինքը փուճուր է, այսինքն ինքը չի կարա այդպես ուժեղ լինի, բայց ինքը ոնց որ ասած սերունդով էներգիա կա մեջ էլի, կամ երեսառածա թակավորական երեսառածա մեջ միջը, որ կարողանում է այդ բանը անել, ինչ իր պահողները բաները չեն ռիսկ անի մի բան անել։ Այդ այն զանցառող էներգիան, այդ որ փոխում է ուրիշ բան անում։ Այդ էներգիան կա արդյոք, թե երբ որ այդ էներգիան չկա, դու չես կարող այդ դիրքից խոսել։ Դու կարող ես մենակ սիմուլյացիա անել այդ դիրքը։ Հիմա եթե Արմստրոնգը, ասենք, դեռ շեփորդ նվագել էր սովորում ինքը խոսել ռասայականության մասին, մի քիչ խնդալու է։
Այսինքն անցումն է այստեղ շատ կարևոր, ես ինչի եմ սրա մասին խոսում, որովհետև եթե ես գիտեմ բարձրը որն է, ես չի նշանակում, որ ես կարամ այնտեղից խոսեմ։ Ասենք այսօր խոսեմ ինչ որ մարդկության մեծ խնդիրներից, այսինքն պիտի այդ ճանապարհը լինի այդ տեղի համար։ Իրավունքը, հա, այդ իրավունքի բանն է, խնդիրն է, ինձ վերեցի ձեր հարցը մի քիչ ուրիշ տեղ, բայց այդ հարցն է հետաքրքիր, որ այդ ճանապարհը իրոք իսկական ճանապարհ լինի, որից այդ խոսվում է։ Հակառակ դեպքում ձևական վատիմաստով բան է ստացվում։ Դա հարցի մեկ այլ տեսանկյուն է, մեկ այլ դիտանկյուն է, այդպես այդ ճանապարհով կարելի է տանել նաև մշակութային ինքնությունը, վերածել համաշխարհային ինքնության, այստեղ ճանապարհի մասին եք դուք ավելի շատ խոսում, իսկ իմ հարցադրումը համենայն դեպս ես ուզում եմ կրկնել, ինչն է շեշտում այսօր արվեստը եւ որքանով է էական շեշտել մեր մշակութային բացառիկությունը։ Ես առաջի հարցի առումով շեշտը պետք է դնեմ որ արվեստը, որտեղ երբ որ ազգային ինքնությունը, ըմբռնված իբրև էթնիկ ինքնություն դրվում է արվեստի հիմքում, դա փաստացի այլ բան չի, քան քաղաքական հրամայական։ Քաղաքականի տակ ես այսօրվա մեր Հայաստան նկատի ունեմ, քաղաքական այլ բան նկատի չունեմ, քան ուրեմն իշխող քաղաքական ուժի կամ իշխող քաղաքականության ուրեմն հրամայական։ Եվ դա այն արվեստն է, այն տեսանելի արվեստն է իր խնդիրներով, որը լի ու լի կարող ենք տեսնել մեր շուրջը, մեր փողոցներում, հա։ Եթե մի քիչ այս առումով կարող եմ օրինակներ բերել, ասենք հետխորհրդային մեր ազգային ինքնության ձևավորման նպատակ կա եւ արդեն վերջի մեր անկախության 20 տարվա ընթացքում դա տարբեր կերպ եղել է, ասենք Զորավար Անդրանիկի արձանը, որը դրված է ուրեմն եկեղեցու դիմաց, մարմնավորում է ուրեմն իր մեջ փորձում է ներառել ուրեմն կրոնի եւ էթնիկ ազգայինի մի ուրեմն սերտաճում եւ անձամբ իմ համար բավական ուրեմն կարիկատուրային տեսք է ստանում եւ համեմատելու չի իր նախորդ արձանների հետ, ես նկատի ունեմ հեղինակի։ Ուրեմն ակնհայտ է, որ նոր ինքնության փնտրտուքի խնդիր կա եւ այդ ինքնությունը ուրեմն ազգային դարձած կրոնի, ազգային սահմանված կրոնի եւ ուրեմն ազգային ազատագրական հերոսների այսպիսի սերտաճման մի վրա է ձևավորվում։ Եվ սա կարծեմ թե հենց ուրեմն պատվերով ուրեմն քաղաքական հովանավորությամբ արված գործեր են եւ դրանք շատ կան մեր քաղաքում ավելի ու ավելի շատանում են։ Դրան զուգահեռ կա ժամանցային ուրեմն սպառում ենթադրող գործեր, որոնք ասենք հայտնի ֆիլմի հերոսները տղամարդիկ, որ հայտնված են ուրեմն Սարյանի այգում կամ այն նարդի խաղացողը, որին դուք կարող եք տեսնել ուրեմն այդ Իսահակյանը եւ Կորյունը կապող, այո, դրամատիկականի դիմացը, որոնք վայելում են ժողովրդականություն եւ այսպես հանրային իմաստով մարդամոտ են, իրենք կանգնապատվանդանի վրա չեն, այդպես մեծ, ինչպես ասենք Բաղրամյանն է կամ ասենք Անդրանիկն է, դրանք մոտ են եւ այսպես ուրեմն իրենց հետ մոտենալու, նկարվելու, ձեռքը բռնելու, ձեռքը ուսին գցելու համար են եւ ուրեմն այս հանրային ժամանցային սպառման նպատակ են հետապնդում։ Ուրեմն ժամանցայնությունը եւ ուրեմն ազգային կրոնական ինքնության այս կառուցումը դրված է այն հանրային արվեստի վրա որպես նպատակ խնդիր, որը մեր շուրջը մենք տեսնում ենք եւ դա տեսանելի արվեստն է, դրա համար եմ ասում, որ արվեստը։ Ուրեմն դա մի արվեստն է, որը գերակշռող է, դոմինանտ է, տեսանելի է։ Իսկ ինչ է ասում անտեսանելի արվեստ։ Բայց կան այլ արվեստի գործեր, որոնք փոքր են եղել, որոնք քիչերը գիտեն, ինքս արվեստի պատմաբան լինելով, ժամանակակից արվեստի պատմաբան, որոշ օրինակներ կարող եմ բերել։ Ասենք 2000-ականների սկզբին էր Լուսինե Դավիդյան անունով արվեստագետը կար, որ այսպիսի մի ֆոտոմոնտաժ արեց, որտեղ աղջիկ է մեջքով ուրեմն դեպի դիտողը եւ դեմքով պատին եւ կողքը տեքստ ուրեմն, որ իմ արյունը չի հիշում ձեր պատմությունը։
ակնհայտ ուրեմն հակազդեցություն է ուղղված այս դոմինանտ ուրեմն ընթացքին։ Կամ ասենք արվեստի սահմանման առումով Դավիթ Կարեյանը ժամանակակից արվեստագետներից հայտնի էսպես մի հայտարարություն ուներ, որ ասում էր արվեստը ձեր ետևում է, արվեստը ձեր մեջքի ետևում է, այսինքն ոչ թե տեսանելին է արվեստը, այլ այն ինչը դու չես տեսնում հենց այն պատճառով, որ դու այլ տեղ ես միշտ նայում, այսինքն դու նայում ես նրան ինչ տեսանելի է եւ հենց այն ժամանակ քո մեջքի հետևում գտնվում է արվեստ։ Կամ ասենք Կարեն Անդրեասյանը մի արվեստի մեկ այլ սահմանում էր առաջարկում իր գործերում 90-ականների առաջի կեսին էր սա, ասում էր արվեստը իրականության հետ նույնանալու միջոց։ Այսինքն արվեստի գործերը իր մոտ շեշտում էին մեր ուրեմն առօրյա իրականության այն կետերը, որոնք մենք անդադ տեսնում ենք, բայց չենք նկատում։ Ոչ թե այն, ինչ դրված է պատվանդանին, չնայած սովորաբար արվեստի քննադատներից մեկը կար, ես շատ եմ սիրում այդ խոսքը, ասում էր հանրային արվեստը այն միակ արվեստն է, որը հանրություն չունի։ Հանրային արվեստը ունի անցորդներ, բայց հանրություն չունի։ Գիտեք, հայտնի տարածված կարծիքը հանրային, որ չեն ճանաչում ով է, չէ՞։ Չեն իմանում այդ քանդակները ովքեր են։ Շատերը չեն իմանում, որ հարցնում եք, շատ են այդպեսի հարցումներ անում, չէ։ Եթե նայենք այսօր Երևանի ճարտարապետությանը, ձեր կարծիքով ինչ լեզվով է խոսում այսօր ժամանակակից Երևանը։ Գիտեք ինչ, այդ շարունակելով Վարդանի խոսքը ուզում եմ այդ հարցին պատասխանել, այդ որ ասի այդ ճանապարհի մասին, գիտեք ինչ, այդ բոլորը գիտեն, որ աղջիկները սիրում են, ասենք նույնիսկ տղաները երբեմն մամայի կոշիկներ հագնել, չէ՞։ Այդ ինքը ուզում ասի, ինչ եմ ասում, եթե խոսում ես մի բանից, ես հիմա խոսում եմ մի բանից, որի քաշողը չեմ, անկախ նրանից դա ինձ հետաքրքրում է, թվում է թե որ հետաքրքիր է, թե ես կարծում եմ որ դա կարևոր է դրա մասին խոսել, այդ վիճակում եմ հայտնվում, էլի։ Հիմա մի բան կա, որ եթե մարդուն հանդիպել է կյանքում մեկը, որը կրում է իր մեջ, այսինքն ինքը իրան փոխել է ինչ որ ավելի բարձր բաների ազդեցության տակ, որը իրոք պրոֆեսիոնալ է, ասենք, եւ այդ բառը ձեր չսիրած ինչ որ մի որակներ ունի, որ ժամանակին մտավորական էին ասում, այդ մարդկանց չտեսած կիրթ մարդը ամենահավոր բաները կարող է անի։ Այսինքն կենթանի փոխանցում չստացածը գրքով, ինստիտուտներով, դրանք այդ մարդիկ են, որոնք հասկանում ես, բաներ կա, որ չես անում, որովհետև գիտես, որ այդ ավտորիտետները, որոնք կան, որոնք կարող է կենթանի չեն, որոնք իրանք չեն ժպտա քեզ, իրանք կարող է բանել չասեին, բայց դու գիտես, որ Աբրասցովն էր ասում ռուսական տեխնիկային թատրոնի, ասում է խիղճը մարդուն միշտ ներում է։ Ես կասեմ առավել խիղճը ոչ միայն ներում է, այլև մենք միշտ արդարացնում ենք մեր արածը, հնարավոր չէ որ չարդարացնի, մարդու մեջ այդ մեխանիզմը կա ինքնապահպանման եւ փառք Աստծո։ Միայն ուրիշ ինստանցիա պահելով ներսում, այդ մարդկանց, որոնք իսկականից դրա հետ, ոնց ասեմ, ոչ թե հավակնորդ էին, այլ հենց այդ դրա մեջ էին, այդ դրանց ներսում ունենալն է, որ երբեմն բերում է մշակույթի հասցնում։ Կամ մշակույթային պրոդուկտ, կամ արվեստային պրոդուկտ, ասենք, արվեստին վերագրվող պրոդուկտ, բայց կա նաև արվեստի գործ, դա մի քիչ տարբեր բան է։ Արվեստի գործի զարմանալին այն է, որ ինքը անընդհատ աշխատում է։ Նույնիսկ չի պատմականանում, այսինքն լինելով պատմության մեջ, հանգարտ պարզում է, որ այսօր էլ է աշխատում, դա ցնցող բան է։ Երևանում կառուցող ընդհանուր ճարտարապետությունը, մենք խոսել ենք այն բաներին, ինչ որ երևում է, չէ՞։ Ասենք ինչ որ չի երևում ճարտարապետության մասին, այդ այսպես կոչված արհամարանքով ասում են բումաժն է արխիտեկտուրա ժամանակին տենց տերմին կար կամ վիրտուալն է վիրտուալ ճարտարապետություն 1000 մի անուն են տալի դա ինչ որ չի կառուցված կառուցվածքի հիման վրա են ճարտարապետության մասին խոսում եւ դրա վրա էլ ամբողջ սպեկուլյացիան է որովհետեւ եթե դա կառուցվել է դա է թելադրում նորման անկախ ես գիտեմ թե այս քանդակը ումն է թե ումը չի պատկերում կամ ով է քանդակել կամ ինքն է թելադրում քանդակի մասին իմ կարծիքը եթե ես քանդակա մասնագետ չեմ կամ այդացվարեզ չեմ այսինքն դրանք ավելի վտանգավոր են այն պատճառով որ
թելադրում են առանց սպეციფიკացիայի, այսինքն պատկերը քանդակագործությունն ինչ է, եթե տենց հիմա կա արվեստ, էլի, դա բխում է հենց դրանցից։ Ու դրա վրա սպեկուլյացիան ինչ է արում, եթե դա է թելադրում, ուրեմն թող լինի, հետո կխոսենք, որտեղ հետո խոսելու ենք դրա տված հնարավորություններով, դա է թելադրում նորման։ Բայց պետք է հիշել, որ աշխարհը բավական պատմություն ունի, մարդիկ ինչ որ հասարակություններ գոնե կան, որ հիշում են ինչ որ բաներ եւ քանդում են շենքեր։ Ասենք շենքը, օրինակ Մոսկվայի այդ հայտնի Կրեմլի կողքի հյուրանոցը, ասենք, կանգնեց տարիներ, տասնամյակներ, հետո քանդեցին, եւ ոչ ոք չի ասում մի քանդեք այս շենքը։ Ոչ թե որ սրտացավ չեն, այլ որովհետեւ համարում են, որ դա շատ լավ գիտակցված է մշակութային շերտի մեջ է, ինչա եւ պետքա քանդվի։ Իր վերդիկտը, իր դատապարտի վճիռը դա է, պետք է քանդվի։ Այսինքն հասարակությունը երբեք ուժ ունենում են այդ սխալները ուղղելու։ Հակառակ դեպքում պատերազմները, երկրաշարժները փրկում են էլի որոշ սիտուացիաներ։ Օրինակ Եվրոպայի այդ գերխիտ կառուցապատումները, երբ որ ռմբակոծություններ եղավ, դժբախտությունները Եվրոպայում եղավ, համաշխարհային պատերազմ, շատ քաղաքներ ունեցան այդ իմաստությունը, որ այդ բացված տեղերում չկառուցեցին նոր շենքեր։ Ծառեր տնկեցին, ասենք։ Իսկ որոշ բաներ այդ նույն հասարակությունը վերականգնեցին մեկը մեկին վերածված, այսինքն էլի տեսեք կա վերդիկտ հասարակության որոշ դեպքերում, իսկ եթե դա չենք ենթադրում ենք, որ եթե կառուցվել է, ուրեմն դա կթելադրի նորման, դրա վրա կսովորեն, դա կասի գեղեցիկը կամ ճիշտը որն է եւ այլն։ Հայաստանում տարածված է պոպուլիստական բանը, ճարտարապետությունը, որը ենթադրում է, որ ճարտարապետությունը սա է։ Պոպուլիստականը, որովհետև մարդիկ նույնիսկ հասկանում են, որ շենքա եւ շատերն էլ հավանում են։ Ուղղակի այդ նոր գործերի մեջ հաճախ ուզում ես մի հատ բարբի արձան դնես, ասենք Ստալինի բեխերով կամ բանի բեխերով, ինչա կոչվում։ Արձանների մասին խոսեցիք, Երևանը շարունակաբար համալրվում է արձաններով, եթե մնանք ճարտարապետից քաղաքաշինության ոլորտում, ձեր կարծիքով կարելի է ասել, թե ինչ խոսք են փոխանցում հատկապես արվեստի այս կամ գործերը կամ պրոդուկտները։ Օրինակ վերջերս տեղադրվեց հայտնի բարեգործ Մանթաշվի արձանը։ Ինչ խոսք էր սա եւ ում էր ուղղված այս խոսքը։ Չէ՞ որ դա ոչ միայն արվեստի ակտ էր, այլ դա քաղաքական ակտ էր։ Չեմ կարծում իրականում, որ շատ տարբեր է մնացած իր բովանդակային, այսպես ուղերձով տարբեր է մնացած դրվող քանդակներից, թեև որոշ ասպեկտով այո։ Ուրեմն նախ բարերարության գովք է։ Ընդ որում այնպիսի բարերարության, որի հարստությունը կասկածի տակ չի դրվում։ Լեգիտիմությունը, հա, հարստության։ Այսինքն արդեն կա որոշակի կապիտալ եւ կարեւոր է բարեգործություն անել, դա բաժանել։ Որտեղից, ինչու, ոնց, այս հարցերը չեն բարձրացվում։ Կարող է սա շատ տափակ ինչ-որ մոտեցում, քննադատություն լինել, բայց դա ակնհայտ է, որովհետև երբ որ դու կանգնեցնում ես քանդակ, դու իրեն դարձնում ես ինչ-որ առումով արձան, քանդակ չէ, արձան։ Դու իրեն դարձնում ես անձեռնամխելի, դու իրեն տալիս ես անձեռնամխելիության որոշակի կարգավիճակ, սրբացման որոշակի արարք է դա։ Իսկ այնտեղ, որտեղ սրբացման գործողությունն է տեղի ունենում, այնտեղ կասկածները շատ լավ բաների չեն բերում։ Ուզում եմ մեկ այլ, այստեղից գալ մեկ այլ հարցի։ Ուրեմն բարերարության խնդրին, բարեգործությունը կարևորելու խնդրին եւ բարեգործությունը դիտարկել որպես այնպիսի մի գործունեություն, որի համար պետք է արձան կանգնացնել։ Դա համատարած է մեր մոտ, ճիշտ է։ Դա բացարձակ դրական գործունեություն է համարվում։ Էմանուել Կանտը, փիլիսոփան, գերմանական դասական իդեալիզմի այս առաջին եկա։ Գիտեք ինչ էր ասում։ Ասում էր, եւ դա մինչ օրս սկանդալային մտքեր են դրանք, բարեգործության մասին։ Ասում էր, բարեգործությունը ենթադրում է ընդհանուր անարդարություն։ Եթե ընդհանուր անարդարություն չկա, բարեգործություն չի կարող լինել, այսինքն չի կարող լինել այն կապիտալը, որը կվերածվի բարեգործության։ Բայց սա մենք գիտենք, սա ամեն մի բանավեճին այլ թեմա է, բայց Կանտը մի բան է ավելացնում, որը շատ տարօրինակ է։ Գիտեք ինչ է ասում։ Ինքը ասում է. բարեգործ անողը չպետք է, նույնիսկ եթե անում է դա, նա
ես կողմ եմ ասում այն բարեգործին, ով դա չի անում ժպիտով, ուրախությամբ, երջանկությամբ։ Տարօրինակ միտք է, չէ, դասական փիլիսոփա է։ Բայց ասում է, փաստորեն ինչ է ասում, ավելի, այսինքն երբ որ բարեգործությունը արվում է դրականորեն, դա արդարացնում եւ կոծկում է ընդհանուր անարդարությունը։ Բայց եթե բարեգործությունը արվում է ոչ այդպես սիրալիր դիրքից դրդված եւ տեսքով, դա բացահայտում է ընդհանուր անարդարությունը, որը կա։ Ուրեմն այն, ինչ անում է Մանթաշովի արձանը, վերահաստատում է Կանտի բառերով ասած Հայաստանում ընդհանուր անարդարությունը։ Խնդրեմ, պարոն Խոստիկյան։ Էլի տենց մեկը լուրջ մարդկանցից ասում եմ, որ եթե ես չհամոզվեմ, որ ես սխալ եմ, ամբողջ աշխարհն շուռ գա, ես չեմ կարծի, որ դա սխալ է։ Հիմա, եթե մարդը ստացել է կրթություն, եթե մարդը ստացել է, ասենք, բարձրագույն կրթություն, մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետո, ասենք, Մոսկովյան ինչ-որ կամ արտասահմանյան ստաժировка եւ այլն։ Դա դասել է դիրքի, որ կարող է արդեն հանրային ոլորտում հետք թողնել եւ այլն եւ այլն։ Անցել է շատ բարդ խոչընդոտներ, որ դրանք իրականացնի եւ վերջապես մի օր ինչ որ իրականացրել է ինչ որ չափով։ Ոնց այդ մարդը իմանա, որ վատ բան է անում։ Չի կարա իմանա, որտեւ ինքը ամբողջ ներդրումը արել է ինչ որ պետք է։ Հիմա ես մտածում եմ ոնց իմանամ, որ ես սխալ եմ խոսում։ Այսինքն ես ինչ ձևով կարող եմ իմանամ դա։ Միակ ձևը իմ կարծիքով չնեղացնելն է, որովհետև հաջողության հասնելու համար պետք է ինչ-որ հարվածը ուղղորդել, չէ՞, ինչ-որ նեղացնել, որ դա էֆեկտ է։ Լայնացնելու ձևը։ Ես կարող եմ իմանամ սխալս, եթե ես հարակից դաշտեր գնում եմ։ Ոչ թե նեղացնում եմ մասնագիտական ոլորտի վրա եմ ասում, այստեղ ոչ ոք չմտնի, որտեղ ես այստեղ էքսպերտ եմ, այլ ընդհակառակը բացում եմ լինելով էքսպերտ, այսինքն երկու հակասություն կա, մեր մոտ կամ չստերով մտնում են անկապ մարդիկ, կամ էլ թե չէ ինքը էքսպերտ է, փակում է դռները։ Եթե էքսպերտ ուզում է իրան ստուդի, պետք է ուրիշ ասպարեզներ ունենա, եւ հեղինակը, անկախ ինչ մասնագիտության մեջ է, համարվում է այնքան նշանակալից, ինչքան ուրիշ ասպարեզներում է իր ազդեցությունը մեծ։ Ոչ միայն իր, այլ ինչքան լայն է իր, դա հնարավորություն է տալի ինչ որ ձևով հույս ունենալ, որ քո արածը սարսափելի, անհանդուրժելի չի լինի։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Խոսքի հանրայնացում թեման 3-րդ հազարամյակի տաղավարում կշարունակվի։ Ամենայն բարիք։